Եթե խոսում ենք հրաժարականի մասին, խոսում ենք Նիկոլ Փաշինյանի մասին։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, որտեղ այն ինչ որ կատարվում է այսօր զինված ուժերում, համակարգային է, բանակը հասարակության հայելին չի։ Դեռ 13 թվականին Սեյրան Օհանյանը ականջի կանչի, Սեյրան Օհանյանը հատուկ որոշմամբ արգելել զինված ուժերում տեղի ունեցող դեպքերը ձևակերպել իբր բանակը հասարակության հայելին է։ Բանակը լրիվ ուրիշ օրգանիզմ է, որը կառավարել է պետք, ուղղահայաց ձևով եւ ոչ թե Facebook-յան ռիլներով։ Իսկ այսօր մեր բանակի կառավարման ուշք ու միտքը քարոզչությունն է։ Ինչպես խաբել հասարակությանը։ Բունկեր են կառուցում։ Ամենասիրած թեման այսօրվա իշխանության։ Բունկեր են կառուցում, առավոտվան գիշեր բետոն են տալիս, առավոտվան գիշեր։ Բայց դեպքը որ լինում է, մեկ էլ ասում են քֆուր են դրել բանի համար, քնելու համար։ Ախր ինչի՞ց առաջ գալիս այդ խնդրեմը։ Նախ այդ թեման քֆուր դնել շատ վաղուց է եղել, բայց այն ժամանակ եղել անվտանգային դիվերսիաների փորձեր, բաներ։ Իսկ հիմա ինչի՞ց է գալիս։ Հիմա ինչի՞ց է այդքան, չէ՞ որ դուք շվեդական սեղանով Մարոժնի եք հյուրասիրում զինվորին։ Զինվորը ինչի է քնում։ Որովհետև համալրման խնդիր ունենք, որովհետև մարտական հենակետերում սահմանված թվով զինվոր չկա։ Սահմանված թվով զինվոր չկա։ Եվ պատճառ է դառնում, որ մի ժամվա փոխարեն 2 ժամ լինի։ Լավ, երկրորդը հասկանում եմ 44 օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության սահմանները մոտ 500 կիլոմետրով ավելացել էր։ Բայց խնդիրը լուծել էր պետք։ Դրա համար է, որ վարչապետի պաշտոն է զբաղեցնում, պաշտպանության նախարար եւ ձեր փայլուն գլխավոր շտաբի պետը։ Ատեստացիայով եք հպարտանում։ Լավ, 2 զորամաս, հիմա անուններն չասեմ, երկրորդ բանակային կորպուսում եւ երրորդում, որտեղ այս վերջին շրջանում դեպքեր են եղել, քանի հրամանատար պատասխանատվության ենթարկվել։ Մի հատ Սուրեն Պապիկյանին հարցրա, թե այս սպաների անմիջական հրամանատարությունից քանի օքին է ատեստացիա անցել, քանի կոպեկի արժեք ունի դրանց ստացած ատեստացիան, եթե ճամբարակի ողբերգությունը կարող լինի, իրար հաջորդ դեպքերը կարող լինեն։ Որովհետև ատեստացիան ձեր համար խուսափումն է զինված ուժերի բազային աշխատավարձը բարձրացնելու, ուղղակի հլու հնազանդ սպաներ ունենալու հարց ունեք, ոնց որ բազմաթիվ սպաների քաղաքական պատճառով, նույնիսկ այս ընտրություններից հետո հեռացրել եք զինված ուժերից։